Բարև, ճակերտներում այսօր տիկին Լենա Անթարանյանն է։ Լենա Անթարանյան ծնվել է Լոռու մարզի Օձուն գյուղում, ավարտել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկումը, աշխատել Վանաձորի կերպարվեստի թանգարանում։ Եղել է Հայաստանի գրողների միության պրոպագանդայի բյուրոյի Կիրովականի գրողների բաժանմունքի նախագահ։ 2006 թվականից աշխատում է Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում որպես տնօրեն։ 1989 թվականից Խորհրդային միության գրողների միության անդամ է։ 2003 թվականից ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար։ Հեղինակ է բանաստեղծական 6 ժողովածուի։ Թարգմանվել է ռուսերեն, ռումիներեն, անգլերեն, պարսկերեն։ Արժանացել է Հայաստանի գրողների միության գրական վաստակի համար մեդալի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Օձուն համայնքի պատվավոր քաղաքացի կոչմանը, Գրիգոր Նարեկացի հուշամեդալի, Հայաստանի երկրապահ հուշամեդալի։ Ինչպես սկսվեց օրը։ Սովորաբար մարդիկ սկսում են առավոտյան 8-ից երևի թե, բայց ես ամբողջ գիշեր լուսացնում եմ, օրը սկսում է ժամ 12-ից գիշերվա։ Եվ ինչու եմ այսպես ասում, ուրեմն դուրս եմ գալիս պատշգամբ, հաշվում թե քանի հաստեղ կա, եւ այս աստղերը ում ինչպես պիտի լուսավորի, ում առավոտն է լուսավոր լինելու, ինչու՞ չէ նաեւ շրջակա այդ ուրեմն շենքեր կան, որոնց նայում եմ նույնպես ու այ որ լույսը վառված լինում անհանգստանում եմ։ Ես թվում է որ ինչ որ մեկը կարիք ունի օգնության եւ ես նրա կողքին չեմ։ Բնույթս է այդպեսին եւ գալով ասելու առավոտ դեպի առավոտ իհարկե գիշերվա որ պահնել լինի պիտի սուրճ խմեմ, որտեվ նախ եւ առաջ պիտի կարդամ։ Ու կարդալով այսպես ինքս ինձ նաեւ խեղճացնելով որ դե մի քիչ էլ պիտի քնես, չէ, չեմ հասցնում քնելու։ Եվ զարմանում եմ, որ առավոտյան, երբ որ դուրս եմ գալիս տնից, ինչու ինձ մի վատ բան չի պատահում, ասենք պիտի տրանսպորտ վերջը անցում ես կատարում եւ այլ, եւ խելո գնում եմ դեպի Զորյանական տուն, որտեղ սպասում են թռչունները, ինչու՞ չէ, նաեւ կատուներ ունենք գեղեցիկ, շունչ տվող ամեն մի բան կա, հատկապես ես ուզում եմ ասել գարուն է, գառնան վերջն է, Եվ այս գարունը իրեն հետ բերել է հրաշալի ծաղիկներ։ Նրանք այդ ծաղիկները ինձ համար ամեն մեկը մի հարսնացու է, ամեն մեկը մի ասելիք ունի, եւ ես նրանց հետ խոսում եմ, որ մտածում եմ ինչ են խոսում ծաղիկները, երբ մնում են այգում մենակ։ Նրանք իրար հարց չեն տալիս, պատասխանի չեն սպասում, կարծում եմ սպասում են առավոտվա այդ լուսաբացին, շողոտ, որով մենք աշխատակազմով ներս ենք մտնում, այդ ապրում ենք ամեն մեկի այդ արցունքոտ թերթիկներից վերցնելով այն կարևորը, որ ամեն մեկս մեր հոգում այս օրերին հատկապես տարանք։ Լավ սկիզբ էր։ Իսկ այդ ձեր գիշերային կարդացած գրքերի ցանկում կարող եք առանձնացնել մեկը, որը անպայման պետք է կարդացած լինի մարդու։ Ուրեմն կարծում եմ դա թող բան չթվա, գտակարանը կողքս է, իմ կողքին ուրեմն Թումանյանից քարյակներն են, ամենօրյա, իմ կողքին Համոսահյանի պաշտում եմ, թող այսպես ասեմ, արար աշխարից ես ինձ կզրկեմ, կգամ, գլուխս քարերին տալով, որ իմ հավատով հավատդ փրկեմ եւ նորից գրկեմ քեզ հավատալով։ Բայց դու այնքան ես ինձանից հոգնել, այնքան եմ հոգնել քո հոգնությունից, որ ոչինչ չի կարող օգնել, փրկվելու մեզ այս հոգնության թույնից։ Իսկ հայ ձեր բնութագիրը ինչպիսին է։ Արարող, հորս տեսակի նման, պապիս տեսակի նման, տեսակ, որի միշտ երազել եմ, որից սովորել եմ, եւ այսօր մտածում եմ այսպես 6 երեխա ենք եղել, 2 եղբայր, 4 քույր, եւ հավատացեք 4-ից մեջ էլ այդ սերմը հաստատ կա, այն կարևորը ստեղծագործող, արարող, նպատակասլաց, հենց այնպես չշռայլվող ու չշռայլող, այլ ճիշտ եւ ճիշտ բարության չափանիշների մեջ, որտեղ ես իմ հորը որ տեսնում էի աշխատանքից դուրն էր վերադառնում հոգնած, մայրս երբ որ ճաշը դնում էր սեղանին, հացատկեր հետո կգնաս ինչ որ բան անելու, նա գիտեր որ գնալու մի խեղճ տատիկի ինչ որ հարևանության մեջ նա ով մենակ է պիտի օգներ,
ասում էր այդ հացը կհասցնենք, գնանք այդ Սահարգուլ բաբոյի այգին ջրենք կամ փորենք նոր գանք եւ եղավ այնպես որ այդ հարուստ մարդիկ որոնք ոչինչ չունեն երեխաներ չունեն ամեն մեր ծնունդի ժամանակ ասում են այ որ էս մի երեխային մեզ տաս հայրս ասում էր ես որբ եմ մեծացել ես չեմ կարող տալ եկեք ձեզ էլ եմ պահում եւ հավատացեք որ նրանց թաղումը հայրս արեց դաժան էր բայց ճշմարտությունը սա էր հայի այդ տեսակին եմ կարոտում Կա մի ֆիլմ որ շատ եք սիրում Փարաջանովը հայտնություն էր ինձ համար, երբ որ ցուցահանդեսը նոր Սավեն Սարգսյանի մոտ Էտերեն թվից էլ ինքն էր, նոր էր 79-ներ կարծեմ, երբ էր որ Թիֆլիսից բերել էին, թանգարան էին բացել, ես այն 87 երջանիկներից մեկն է, որ հայտնվեցի այդ ասպարեզում, այսպես նստած գրում էի, իսկ Փարաջանովը թիկունքից կանգնած կարդում էր, եւ ես այստեղ գրում էի, դու քո աշխարհի մեջ աշխարհների աշխարհ, դու դեռ չէիր ծնվել, նրանք մեռան, ափսոս, հազար ափսոս, քեզ տեսան, քեզ չիմացան, քեզնից հետո ծնվածները ինչ որ բանով հարստացան։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Երազում եմ։ Այս արտահայտությունը կա չի ասում, տեսնեմ անին ու նոր մեռնեմ, չեմ մեռնելու, պիտի տեսնեմ։ Անցյալ տարի քիչ էր մնում թե գնայի, բայց չստացվեց, կարծում եմ այս տարի գոնե այս տարի պիտի գնամ։ Ես ինչի համար եմ սա ասում։ Երազում ենք ծովից ծով Հայաստան եւ այլ, բայց այն խաչը ինչ թվում է պիտի մենք դնենք տեղում են որ հանել են ստորաբար այսօր չգիտեմ ես ազատ պիտի ասելիքս ասեմ որովհետև այսօր եթե հայ մարդը ոտաբոբիկ մտնում է իրեն ուխտատեղին եւ խաչը չկա գմբեթում ես չեմ հասկանում ես ինձ թվում է որ մենք պիտի այդ խաչը տանենք ու այդ ասма եւ խաչը գալիս ինձ է հարմարվում ես պիտի տանեմ այդ խաչը Շատ լավ։ Իսկ Վանաձորում ունեք ինչ-որ մի վայր, որը ձեզ համար շատ թանկագին է։ Գիտեք, ես ուրեմն 72 թվականին եմ, Օձյունից եմ ծնունդով, 72 թվականին, երբ որ մտա Կիրովական քաղաք, իմ կանաչ քաղաքը, իմ հրաշք քաղաքը, հավատացեք, ես եւ սիրեցի եւ սիրվեցի։ Իմ գնահատականը ես այսպես եմ նայում, որ գիտակցական կյանքս անցավ այդ քաղաքում եւ 74 թվականից մինչեւ 2006 թվականը աշխատեցի Հայաստանի Պետական Պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղում, այնուհետև 79-ից Կերպարվեստի թանգարանում եւ պատկերացնում եք ես ձեր հարցերին համարյա դրա միջոցով կարող եմ այսպես հետևել ու ասել, որ 3 հարկաբաժին ունեցող Կերպարվեստի թանգարանում Այվազովսկու սկսած Բաշինջաղյանից, Թերլեմեզյանից, Հակոբ Հակոբյանից, բոլոր մեծերից, Սարյանից, այսպես գեղեցիկ մի հրաշք աշխարհ էր ինձ համար, ես երիտասարդ աղջնակ, այսպես գնում էի հիացած, ոտքերից տակ հող չկար, գնում էի առավոտ ծեգին ուրախությունս կիսելու եւ փորձում էի ինքնուրույն այսպես ներկայացնեմ նկարը եւ այստեղ Խանջանի Գիքորի շարքը ես փորձում էի օտար երկրացիներին ներկայացնեմ, բայց իմ տեսակետից ինձ նման հետո աղջիկներից ասացին, գիտես, այդպես պիտի չարվի, ասի գիտեք ինչ կա, ես ստեղծագործող մարդ եմ, թույլ տվեք ես ազատ իմ խոսքի այդպես իրավունքով անցնեմ իմ ճանապարհը եւ հետո իրենք երբ որ ինձ նման էին սկսում պատմել ու ներկայացնել իհարկե ես նրանց չասեցի, բա ինչու եք այդպես ասում, որտեվ մեր աշխարհընկալումը երևի թե այսպես շատ
ուրիշ է, մեր լորվա աշխարհի համար եմ նաև ասում, որտեվ ես առանձնացնում եմ լորվա աշխարհը։ Իսկ կա աշխարհում մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Իմ ասեմ, եւ Ֆրանսիան, եւ Շվեյցարիան դեռ երեխա ժամանակից մտածում եմ, իսկ եթե ես այնտեղ հայտնվեի, իսկ ինչ պիտի անեի, կարծում եմ Էյֆելյան աշտարակը բարձրանայի։ Իսկ թվում է, որ դա այսպես լինում չէ, հիմա մենք ունենք եկեղեցիներ, որ ասում են նպատակիդ կհասնես, եթե դու գնաս, թողմանուկ, չգիտեմ, կամակատար եւ այլ, կարծում եմ, որ բարձրանայի աշխարհը պիտի ծնկի գար եւ 1.5 միլիոն հայերի այդ անեծքը հաստատ թուրքի գլխին գալու է։ Ես հավատում եմ դրան եւ աշխարհը պիտի ընդունի։ Զենք ունեք։ Ունեմ մայրիկիս դանակը 2006-ին մայրս մականացուն կնքեց, ես մի ժողովի նստած էի ու այսպես վերկաց հասեցի, ես գնացի մայրս վատա։ Ներքին բան ունեմ, ձայն ունեմ, որ ինձ թելադրում է։ Հասա տուն, տեսա մայրս նստած։ Ամբողջ գիշեր միասին էինք, գրկիս մեջ նստած ու ինքը քնել է, ես չեմ հասկացել։ Այդ տնից ընդամենը վերցրել եմ, հայրական տնից, վերցրել եմ մամայիս դանակը, որտեվ այդ դանակը ես Թիֆլիսից էի վերել, իրեն նվիրել, միշտ ասում էր մի դանակ բերեք այդ խնձորը կլպելու համար։ Եվ այդ երեխաները, քրոջս երեխաները քուրս ընդեղ ապրում են մեր հայրական տանը, եւ միշտ խաբում էին մորս, որ Լենան գալիս է։ Մայրս միշտ սպասում էր։ Իհարկե երբեք չեմ տխրեցրել, ես հաճախակի եմ իրեն կողքին եղել։ Եվ անգամ այդ պահը, որ պիտի ամեն ինչ արվեր, որ իմ եղբայրները չկային, տեսնեին ինչպես, ես ամեն ինչ արել եմ տղամարդու նման, ոչ կնոջ, ոչ աղջկա, չգիտեմ ինչ գերբնական բանով, ես ամեն ինչ արել եմ, որ իմ եղբայրը գա տեսնի ու մտահոգության ոչ մի բան չունենա։ Եվ հավատացեք, որ ամեն մի կորուստ այդքան էլ հեշտ չեմ տարել, բայց դանակը մոծս է, ոչ թե զենքի տեսքով, այլ խնձոր կլպելու։ Իսկ հավատքներ, խրախճանքներ, սենց ընտանեկան, բարեկամական հաճույքով եք մասնակցում։ Ուրեմն բարեկամականը թող չտխրեն իմ բարեկամները, այսօր հարց են տալիս, Երիկին ճանաչում ես, Անթարանյան, ասում եմ իհարկե ճանաչում եմ, բայց առիթ չեմ ունեցել այսպես մոտիկից տեսնելու իրեն, որտեվ գիտեմ մեր տղան է, մերն է, ազգային այս պատկանելությամբ եւ այլ, եւ ասում եմ բոլորին շատ սիրում եմ, չեմ հասցնում թողիզներեն, բայց իհարկե ամենակարևորները, հատկապես որտեղ ես պիտի մեջտեղում լինեմ, որ գործողանց լինեմ, որ ամեն ինչ լավ լինի, դա ես անում եմ։ Դուք սեղանապետել եք։ Վերջը, այդպես։ Եվ գալիս է այնպես է լինում, որ ընկերական շրջապատն ավելի շատ մեծ, շատ լավ ընկերներ ունեմ։ Նրանք բոլորն իմ բարեկամներն են այլևս, որտեվ ես Կիրովական քաղաքում հարազատ չունեմ։ Ես որ գնացել եմ, ընդամենը սիրել եմ, սիրվել եմ, կորցրել եմ, ապրում եմ այսպես եւ անցնում եմ իմ անցնելիք ճանապարհը հայ կնոջ կերպարը մաքուր, մաքրամաքուր եւ անաղարտ պահելու նպատակով։ Եվ կարծում եմ, որ ես գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, ովքեր մայր են, որտեվ կին արարածը պիտի նախ եւ առաջ մայր լինի։ Եվ եթե բախտ չեմ ունեցել, բոլոր իմ երեխաներն են կվկայեն հետո հաղորդումը նայելուց հետո, եթե իրենց կողքին լինեք, նրանք բոլորը կհուզվեն, կասեն իհարկե դա այդպես է, որտեվ աշխատանքից բերումով այնպես է լինում, որ եւ գրողների տանը, Հայաստանի գրողների միության մեր մարզային ուրեմն քարտուղարն եմ,
10 տարի շարունակ ամսվա մեջ համարյա 2-3 միջոցառում եմ արել եւ նրանց գրքերի շնորհանդեսների մեծարում եւ իրենց մեծարումը եւ ընդհանրապես այսօր էլ երիտասարդների հետ միասին առաջ են գնում կամ փոքրիկ լավ երեխաներ, որոնք գալիս են մի բառ, մի տող մոգոնած եւ այնքան սիրով են ներկայացնում, որ ես չեմ կարող չհավատալ վաղվա օրվան եւ այսօր ես ասում եմ ինչ լավ է, որ մեր երիտասարդությունը այ վկայեց այս օրերին, այս դաժան օրերին, ես չեմ ուզում անդրադառնանք, բայց չեմ կարող մոռանալ, ես գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնք այս մեծ կորուստը ունեցան, բայց դա իմ կորուստն է։ Իրենցը անհատաբետ, բայց ես ամեն մեկի համար այդ ցավը ապրում եմ ու դժվարանում եմ ասել, թե ինչ կա դրա տակ պահված, գուցե այն, որ ես անթեղված կրակի նման պիտի ունենայի ու չունեմ, բայց եւ այսօր ես կարողանում եմ այդ մոխիրների մեջից հառնել ու ասել, որ գիտեք ինչ կա, ամեն մեկից ցավ եմ ցավն է։ Մեր քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի կյանքը ձեզ համար ուսանելի է։ Գիտեք, կարծում եմ, որ եւ Մոնթեն, եւ Կոմանդոսը, ես հիմա մենակ Կոմանդոսին եմ հավատում։ Հավատում եմ, որովհետև ոչ թե որ այդ հեղափոխական, ես 88-ից այդ հեղափոխական շարժման մեջ եմ եղել եւ մենք գրողներով այսպես գալիս էինք կանգնում մեր գրողների տանդեմը մեր Երևանում եւ մեզ մոտ եւ ընդհանրապես, որովհետեւ հավատը ինքնս ինքան մեզ տանում էր, մենք հավատում ենք, չէ՞, հավատում ենք ու ցանկությունը մեծ էր անկախության նկատմամբ, հարգանքը, վերաբերմունքը, գնահատանքը, այդ նույն գերբի, նույն դրոշի, նույն այդ պաշտամունքը, ես հայ մարդ եմ, ես չեմ կարող չգնահատել այդ կարևոր ատրիբուտները, որոնք հզոր ձեռքերում են գտնվում։ Իմ ազգը մեծ է, մեր ազգը մեծ է, ես իմ եմ ասում, իմ զգացում եմ մի քիչ միշտ չգիտեմ ինչի սևեռում եմ ինքսի մեջ եւ փորձում եմ ասել, այո, իմ Հայաստանը իմ տան մեջ է։ Ես այսպես եմ դուրս եմ գալիս, հետո տեսնում եմ, որ այս Հայաստան աշխարհը պիտի մենք մաքրամաքուր պահենք նախ եւ առաջ բարության սերմեր ցանենք, որովհետև ամեն մեկս մեզ հետ տանելով այդ սերմերը մի տեսակ պահուստային բան են անում, փակում միտեղ այդ սերմերը ցանեք, գառնանը երբ որ գարունը գալիս է, դուք ցանեք, այդ ծառերը տնկեք։ Հիմա մեր լորվա աշխարհում այդ սիրուն բաները արվում է, դա արվում է հասարակական կազմակերպությունների կողմից, դա արվում է մեր քաղաքապետարանի, մեր համայնքի կողմից, մեր մարզի կողմից եւ ամեն մի ծառի այդ տնկումից ես ուրախանում եմ, ամեն մի բողբոջ, այմա որ գաք Զորյան տուն թանգարան ու տեսնեք այդ ծառերի, այդ խնձորի այգին, ձեր հոգիները կմաքրվի, եթե ինչ որ մի բան այսպես եկել է փոշու նման նստել, հաստատ կմաքրվի, որովհետև այն փոշոտումը, որ կատարվում է, որ դուք վաղվա օրը տեսնում եք այդ ծաղիկի, ծառի մեջ, պիտի դրանով ապրենք, պիտի բարությունը շռայլորեն բաժանենք, որ մարդկային բաներ կան, որ ես չեմ հասկանում։ Երբ որ ասում են այս մարդը չար է, կամ քո դեմ ինչ որ, ասում եմ ես այսպիսի մարդիկ չեմ ճանաչում։ Հավատացեք, փոքր չեմ, ապրել եմ, անցել եմ մի գեղեցիկ ճանապարհ եւ Հայաստանի գրողների են ամենամեծագույն են փաղանգի հետ, նրանց առաջ հաց եմ դրել, վերջացրել, սկսած Համոսյանից, Վահագն Դավթյանից, Ռազմիկ Դավոյանից, որը ԿՎԿ-ի կենթանի են նրանք, ասենք այնտեղ եւ Վարդգես Պետրոսյանով մի հրաշալի բան արեց Վարդգես Պետրոսյանը ժամանակին ռոպագանդայի բյուրո գոյություն ուներ Հայաստանի գրողների միության։ Ես էլ շատ էի ջահել, բայց ռիսկս երևի փորձում էին ինչ այդ Վանաձորը այն ժամանակ Կիրովական ինձ էին տվել, այն ժամանակ կար եւ ֆաբրիկաներ եւ գործարաններ եւ իհարկե մշակույթի այդ տները ամեն ինչ կար։ Այսօր ասենք այդ գործարանները չլինելու պայմանը շատ վատ է, որ չկա, որ աշխատանքը շատ կարեւոր բան է այսօր ամեն մի մականացու ուզում աշխատանք ունենա, հրաուտվեր կենա գնա իրան աշխատանքին։ Եվ պատկերացնում եք, այս գրողները գալիս էին հանդիպումների, ինչ էի անում։ Երկու մեծ գրող
ասենք Դիցուկ Սիլվա Կապուտիկյանն է ու նրա հետ միասին Համոսայանն է, այսպես գալիս են մեր գրողները, լորվա գրողները, բավականին կարգին լավ գրողներ են ունեցել, ուրեմն նրանցից էլ մի 3 հոգի այսպես միասին գնում էինք հանդիպումների, հավատում եք, որ աշխարհի երջանիկն էին այն մարդիկ, այդ դահլիճում նստած հասարակությունը, այն աշխատասեր մարդիկ, դրանք այդ մի ժամը կտրվում էին աշխատանքից եւ հոգեպես հարստացած տուն էին գնում։ Մանկությունից կա մի դրվագ, որը չեք մոռանում։ Ուրեմն զարմանալի չթվա, ամեն տան մեջ նման բան ա լինում, չէ՞ կեսուր վան այդ կռիվու վեճը, իմ բաբոս, մենք բաբո ենք ասում, որտեվ մի քիչ դեպի Թիֆլիսա չէ տանում այդ բանը, այն կողմա տանում։ Բաբոս ուրեմն մամայիս հետ վիճելու ժամանակ այդպես ստացվեց, որ ընտանիքով իջանք Սանային կայարանի մոտ կար ուրեմն միտեղ, որտեղ գետի բերանին էր այդ տունը, հայրս պիտի միտեղ պատասպարեր 4 երեխաներին, ես վերևից 4-րդն էի եւ հիմա այդ ձորում է Հարսը այնպես վիճեց ձեր մայրը, որ այդպես դուրս եկան։ Ես հիշում եմ, որ երևի 3-4 տարեկան եմ եղել, որովհետև շատ լավ եմ դա հիշում։ Ուրեմն հիմա այդ ձորում ապրում ենք, այսպեսի մի բան կար, կամուրջ կա, կամուրջը տանում է դեպի Չատինտաղ լեռը, հովիվ կար, որ Օձունից գյուղից ձորով իջնում էր, գալիս էր մեր տանը նստում էր, մամաս ինչ էլ պատրաստած լիներ, իրան բաժինը հանում էր, Փանդնազ Լևան էին ասում, այդ հովիվին, սա բարձրանում էր Չատինտաղ, տանում էր այդ հոտը, հետ վերադարձին նորից գալիս էր մեր տան դռանը, նստում ինձ համար պոպոկ, տախել ինչ որ բաներ էր բերում, ու այսպես էլի նորից բարձրանում էր։ Հիմա ամպրոպա մաման գնացել է Սանային կայարանից, ուրեմն հաց բերի։ Հացը այդպես մենք հայրս աշխատում էր ուրեմն դեպոյում, մեքենավար է եղել Սանային կայարանում։ Մայրս իրավունք ուներ, որ գնար այդ հացը այդ գծով գնում, բերում էր, գալիս էր։ Ինձ թողել է օրորոցում, այն մնացած 3-ը դասի են։ Հիմա այդ ամպրոպի ձայնից ես վեր կացա, օրորոցից իջա, զարմանալի չթվա, իջել եմ ու այդ գծով գնացել, հասել եմ կամուրջին, կամուրջը ռոհունդի տերևի տակ պատասպարվել, որտեղ վարար հորդ անձրևա ու մեկել էս Փանդնազ Լևանը, որ այդ հոտը հետը գալիս է ու տեսնում է երեխեն, այդ երեխեն ես եմ, վերցնում է դնում շինելի թևի տակ ու հայոյելով մորս գալիս է, որ ոնց ես էլի թողել երեխին բան, իսկ մայրս լսում է Սանային կայարանում, որ գետը տներ ա բերում։ Եվ այդ տներից մեկը մեր տունն է։ Եվ այդպես մենք նորից վերև ենք բարձրանում գյուղ, Օձուն, որտեղ առաջին անգամ հայրս Իրանուսին դրածի ստանում է, առաջին անգամ մեծ արև եմ տեսնում։ Եթե դուք լինեք ձորում, դեպի ափին, դուք կտեսնեք, որ գիշերով հատկապես դուք արև չեք տեսնում։ Դուք լուսինը տեսնում եք, արևը չէ։ Եվ շատ սիրուն է այդ լուսինը, նույնիսկ լուսնահաչ ես լսում այդ ժամանակ։ Եվ ես, երբ որ մենք Օձուն բարձրացանք, այնտեղ մենք եկեղեցի ունենք, եկեղեցի տակով դուրս եկանք, Ծաղկավանքա կոչվում վանքը, ուրեմն որ դուրս եկանք, ես արևը այդքան մեծ տեսա ու դե հիմա թե երեխա է, թե իրոք ասի, պապ, այս գյուղը վառվում է, կրակի մեջ է, այդքան մեծ էր այդ արևը ինձ համար եւ միշտ հայրս երբ որ առիթ էր լինում պատմելու ասում էր բալես այս գյուղը չի վառվի, քանի դու կաս։ Ես կարծում եմ, որ հուշերը շատ են, շատ քնքուշ, շատ, չգիտեմ։ Ինչ է պակասում Հայաստանին։ Բարություն։ Խղճի մարդկային են վեհագույն բանը, որ մեկը մեկի նկատմամբ սկսել են ոչ շիտակ ապրելու ինչ-որ մի բան կա, որ ինձ կոնկրետ ոչ միայն Հայաստանն ամեն մեկիս, եթե ամեն մեկս մենք կարողանանք էլի եմ ասում բարության սերմեր ցանենք, հավատացեք, մեր երկիրը հզոր է, մեր երկրի տղաները հզոր են, մեր երկրի մայրերի արգանդը հզոր է, որտև այդ տղաներին ծնողը մեր երկրի մոր ծնունդներ։ Ես կուզենամ, որ
երկիրս ծաղկուն տեսնեմ, արդեն ինչ որ բանի հասել ենք, կարծում եմ, որ մենք պիտի ամեն մեկս մի փոքրիկ լումայով այն հավաքը, այն որ հավաքվում ենք, այն որ գնում եմ, ասում եմ, ես էլ եմ ուզում գնամ մեր տղաների կողքին լինեմ, որ ասում են, այ տեսեք ինչ բան կա, ասում մեր ուրեմն Կամոն Հովանեսյան, ասեցի ուզում եմ գնամ, ասավ, բայց քեզանից քանի հատ ունենք, ասի բա քեզանից քանի հատ ունենք, եւ ավարտվում է այստեղ խոսքից պիտի գործ դարձնես, պիտի գնաս, պիտի կարողանաս ինչ որտեղ ինչ որ բան անես։ Մեր Ջիվան Սարգսյան ունենք, Զորյանում մեզ հետ ինձ հետ միասին աշխատում ենք, մամրի արքա էր դրել ու ասում է տես ինչ հզոր տես պապա ինչ արեց էս ասում եմ լսի Ջիվան ջան, այնտեղ տղերքն ամեն ինչ անում են, հիմա պետք է այսօր զանգել ասում է ես Ղարաբաղից քեզ զանգում եմ, ես բարևում եմ բոլորին, բոլոր այն տղաներին, որոնք ես չեմ ասում պատերազմում են, նրանք պահպանում են սահմանը, նրանց ովքեր Աստծո կողմից ոնց որ այսօր նրանց բաժինն է, հա, վաղը մենք գնալու ենք բոլորս պահպանելու, տա Աստված խաղաղությամբ ավարտվի։ Մայիսյան մեր տոները դուք գիտեք, որ շռայլորեն բաժին է հասել, Շուշին ես կոմանդոսով ինչի եմ ուզում այդպես զարդարեմ իրեն, ինձ թվում է այդ նվաճումը մեր բոլորինն է, կոմանդոսով, Մոնթեով, մեր տղաներով, բոլորին հերոս տղաներով, որոնց այո, ինչու՞ չէ, այս ծնունդները, այս տղաները, որ հերոսաբար հիմա կարողանում են էլի պայքարել, նրանց սերմերն են ցանված։ Եկեք ասենք խաղաղ լինի մեր երկիրը, ես խաղաղություն եմ ուզում, աշխարհում եմ ուզում, մոլորակի վրա, ոչ մի մոր աչքի արցունք չեմ ուզում։ Հրաշալի։ Իսկ որ երաժշտական ստեղծագործությունը դուք կլսեք ու չեք ձանձրանա։ Ուրեմն զարմանալի չթվա Կոմիտասի կռունկն եմ սիրում, Դոլուխանյանի ծիծեռնակն եմ սիրում եմ եւ շատ եմ սիրում։ Վերջերս մի շաբաթ առաջ էր Էստոնիայի խումբն էր, ուրեմն տղամարդկանց խումբը, այդ ինչ հրաշալի խումբ էր։ Այդ կատարումներով, սուրբով ես ոչ միայն զարմացա, հիացմունքս չեմ կարող չարտահայտել, այ մեծ պարգև է դա մեզ։ Մեծ պարգև, որ քո տան մեջ էստոնացին կատարում է Սուրբը, կատարում է Կոմիտասյան կռունկը, ես հիացմունքի բառեր չեմ գտնում եւ տարտում եմ եղել 86 թվականին, ես հիշում եմ, որ Դորպատի համալսարան, երբ որ մտանք Աբովյանով, այսպես պրոֆեսորներ կային, վան գրողներով էին գնացել, հրաշալի այդ փոքրիկ այդ պտույտի մեջ ծիծեռնակն էի լսում, այնտեղ ձայնագրիչով դրած, ես ծիծեռնակն էի լսում Դոլուխանյանի ու հավատացեք, տարիներ անց, որ ասում եմ 94 թվականին, ուրեմն մեր Ռանչպարների կանչն էին տանում մեր տղաները թատրոնի Մայիսը Սարգսյան, Վրույր Հարությունյանը եւ Գրետա Մեժլումյանը ինձ էլ իրենց հետ տարան։ Այդ պտույտի մեջ շարունակ լսում էի ծիծեռնակ երգը Դոլուխանյանի, փոքրիկ աղջնակը, որ այնտեղ այ բենգի դա պիտի ասեր, այս երեխան այդ ոնց էր կատարում, ինքը ծնունդով Ղարաբաղցի էր, դերասաններից մեկի երեխան էր, Գրետան աղջնակին չէր բերել, փոքրերը ժամանակ չէր բերել, եւ այս երեխան անընդհատ ինձ համար ծիծեռնակ էր երգում։ Եվ եղավ այնպես, որ այդ 94-ի մեջ, որ մենք գնացինք այդ ամենադաժան այդ տարիներ, բայց մենք այդ Մարտակերտի այդ բոլոր պատույտներում եղել ենք, եղավ բանաստեղծուհի, ուրեմն մեր տիկնոջ Հովանեսյան Զոյայի տանը, պատկերացնում եք մարդ, որը կորցրել էր երկու որդիներին, այդ մի տանկը ամբողջ մի տանկով մի ամբողջ այդ գյուղը պահել էին, բայց չկային այլևս տղաները եւ ես հիշում եմ, որ մենք մեզ տարավ իրենց տուն, տեսա ամուսինը եկավ, նստեց թիկունքով, որդիների նկարներն էր, ես այսպես զարմացած նայեցի երեսին, այս տղամարդու, իհարկե ոչ մեկս չենք կարողանում հաց ուտել, նայեց, ասաց, պատասխանեց իմ հարցին, զգացի ինչ եմ ուզում հարցնեմ, ասաց, եթե ես փորձեմ դեմքով նայեմ, ես չեմ կարող ապրել։ Ես հիմա տղաների մոտից եմ գալիս։ Այս էր ամբողջ
մարդկային անցած ճանապարհը, անցած այս ապրումները ու նայում էի այս կնոջը երգում էր մեր հայկական երգերը եւ զարմանալիորեն ինքը նույն ծիծեռնակներ երգում։ Այ քեզ բան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շակերտներում այսօր տիկին Լենա Անթարանյանն էր։ Բարի գիշեր։ Կհանդիպենք։